Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղից 2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Նորաշենիկ գյուղը։ Ճանապարհից աջ արտաշավին է ձախ Նորաշենիկը։ Բարև բարեկամներ, Արցախի հանրային եթերը շարունակում է մեր շնեցրագիրը։ Առաջիկա րոպեների մնացեք մեզ հետ, կպատմենք Նորաշենիկ փոքր գյուղի մեծ ու փոքր խնդիրների ու հաջողությունների մասին։ Երկար ու խորթուբոր ճանապարհը բերեց մեզ Նորաշենիկ։ Գյուղը փոքր է, տները հատուկ են, բնությունն է հետաքրքիր։ Ասում են, եթե գյուղում նույնիսկ մի ծուխ է վառվում, գյուղը շեն է։ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղը գտնվում է մայրաքաղաքից 82 կիլոմետր հեռավորության վրա, ունի 70 բնակիչ։ Նորակառույց այս տանը գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է ապրում։ Ասում են, մի կտոր անգամ անմշակ հող չունեն, օրը սկսում ու ավարտում են բանջարանոցում։ Զբաղվում են գյուղատնտեսությունով։ Այս պայն ինչ եք անում օրվա այս ժամին։ Սա քաղաքան ենք անում։ Հենց հիմա ասենք այս բույսերի մեջ ենք, ասենք բերքի մեջից հանում ենք ավելորդ բույսերը, որպեսզի չխանգարի, նեղություն չտա մեր բերքին։ Սա բազմազավակ ընտանիքի մշակման համար նախատեսված միակ հողատարածքը չէ։ Իմ զրուցակցի կարծիքով հողը տուն կպահի, եթե համապատասխան վերաբերմունք ստանա։ Ես ունեմ 3 տեղ։ Ունեմ տան ետևում, առջևում եւ ունեմ 1 տուն էլ ունեմ ներքևել, դե ես բազմազավակ եմ, 11 երեխու մայր եմ։ Մի տունը ներքևն է, այդ ասենք որպեսի բարձրացել ենք նոր տուն, շատ շնորհակալություն մեր պետությունից, որպեսի բազմազավակներին կարողացավ տներով ապահովել, որտեղ շատ նեղվածք էր 11 երեխա այդ մի տան մեջը չենք կարող ապրել։ Այդ էլ հողատարածքս այնտեղ շատ մեծ է, որովհետև այնտեղ ցանում եմ ընդամենը մենակ կարտոշկեն, շատ, մեկ էլ լոբին ու կաղամբը։ Իսկ ասենք ստեղ շուտ հասնողը գցում են, որպեսի շուտ օգտվենք, իսկ տան դիմացը ցանում ենք պամիդորը, բիբարը, էլի կաղամբ, էլի բադրջան։ Այսինքն ամեն ինչից ցանում է գյուղը։ Ամեն ինչից, բա գյուղացի ենք, չէ՞ վերջով ոչ կարանք քաղաքացին ենք, մի ուրիշ բան գնենք առնենք, բայց գյուղացին չցանի ու գնա առնի, թե ամոթա գյուղացուն վայել չի։ Իսկ ջուր ունեք։ Ջուրը Ոռոգման համար ջուր չունենք, խմելու ջուրն է մերը, ոռոգման ջուրը չունենք, որովհետև ասենք մեր նոր ընտրյալ գյուղապետը որոշել է, որ այս տարի մեզ այդ ծրագիրը չնայած անընդհատ դնում ենք, բայց հնարավոր չի էլի ուղղակի ջուրը բերելն է դժվար ժողովրդի համար։ Իսկ ասենք ջուրը կա ոռոգման, ուղղակի շատ հեռվից է գալու, մեզի չի հասնում։ Մերը բարձր է, իսկ այն կողքի գյուղերը ոռոգման ջուրն ունի, բայց չի կարողանում մեզի մատակարարի, հա, որտեվ սարերը խանգարում է։ Դրա համար հպարտությամբ է պատմում իր մեծ ընտանիքի երեխաների, նաև երեխաների ընտանիքների մասին։ Մեծ ընտանիքը աշխատող մարդու համար ոչ թե հոգս, այլ հարստություն է։ Հողագործությամբ զբաղվենք, դժվար չի լինի, որովհետև ասենք ճիշտ է, կարողանում ենք օգտվենք մենք բերքից, դաժե միջև անգամ սրանցով կարողանում ենք անել մեր զակատները։ Մեր ձմեռվա պաշարը մենք կարողանում ենք ստեղծել այս ամառվա ընթացքում։ Այս ձմեռը ճիշտ է, դժվարություններ լինում է, դες չի որ չի լինում, բայց այն կարգի չի ոնց որ այս իմ տղաներն են։ 3 զինվոր եմ տվել, շուտով հեսա նորից մեկին եմ զինվոր տալի։ Նենց որ չէ, լավ է, ես սիրում եմ մեր գյուղը։ Ինձ որ հիմա ուզենան, ես չնայած Երևանից եմ եկել, Գվարդիայից եկել եմ այստեղ։ Բայց հողագործությունը շատ եմ սիրել, թեկուզ, թեպետ նույն Երևանում։ Ասենք ուզենեմ ամուսնուս անընդհատ ասեմ, արի ինչ կնի սեփական տուն վերցնենք, էլ ես հողագործություն սիրում եմ, ուզում եմ անեմ։ Հողագործության հետ նաև անասնապահությունն է այս ընտանիքի հիմնական զբաղմունքներից մեկը։ Զբաղվում ենք, իհարկե, գյուղացին անասնապահություն չունենա, խոզա, կովա, հորթա, հավա, բադա, դե բադերից ես վախում եմ։ Ամեն ինչից պահում եք ֆաստորեն։ Ամեն ինչից պահում ենք, ներկա պահին ես պոպոկ էի հագնում, որպեսի մուրաբան անենք։ Արդեն ժամանակն է։ Ժամանակն է, այո։ Պոպոկ ենք ուզում մուրաբան անենք,
Տեսնենք։ Բերք կա այս տարի։ Շատերն են դժգոհում, որ չափազանց անձրևոտ եղանակներ էին այս տարի։ Ճիշտ է, բերքը, ասենք պոպոկին պնդուկին, մի քիչ դժվար է շատ անձրև լինելը։ Ասենք խնձորին, կարկուտը մեզի շատ բան արեց, ասենք խփեց էլի պոպոկին, թափեց, ծաղիկին թափեց։ Դե ոչինչ, փառք Աստծո, ինչ որ էլ չլինի, մեր փայերը կլինի։ Ինչպես եք պատկերացնում այս գյուղի ապագան, ինչպես եք պատկերացնում ձեր երեխաների ապագան գյուղում։ Ես պատկերացնում եմ երեխաներս, եթե շուտով մեծանան ամեն մեկը մի ընտանիք ունի, Ամեն մեկը գոնե ձեզ նման 10-12 երեխա։ ես օրինակ շատ լավ եմ զգում, որպեսզի կողքից իմ տղաները, իմ հարսները, իմ աղջիկները, օրինակ կողքի գյուղում իմ աղջիկս 6 երեխու տեր է։ Մեծ տղաս էլի կողքի գյուղում մեկ տղի աղջկա տեր է, մի տղաս էլ էսա շուտով կունենա երեխային։ 3 հարս ունեմ, այն 2 հարս ունեմ, հələ որ մեկ փեսա, փեսես էլի երևի։ Շուտով մեծ Գերդաստանի այսպես ավակ կլինեք։ Նենց էտա չնայած, այն որ ասում է 7 պորտով սեղան նստեք, չէ, իսկական մերն է, 8 տղա, 3 աղջիկ։ Ես շատ գոհ եմ իմասուց, չեմ դժգոհում, որովհետև Աստված միշտ նեղերին տալիս է, երբեք չի անտեսում։ Եթե հողագործության մեջ ոչ բոլորն են հաջողում, ապա անասնապահությունը Նորաշենի գյուղի բնակիչների համար գյուղատնտեսության ամենատարածված ու արդյունավետ ճյուղերից է։ Այդտեղ հիմնական միջոցը ժողովրդի անասնապահությունն է, որ ոչ բոլորն են կատարում։ Ինչու՞։ Որտեղ ի վիճակի չեն, մարդիկ կան, որ չեն կարողանում, ասենք, խոտի բանի հարցալում, ձմեռվա ասենք, մուսուրային ժամանակ, որ չեն կարում բանալու այդ վարանն է, թե չի ուրիշ նրանց պրոբլեմ չունեն, կարան պահեն, բայց մարդ կա, որ անում է, գործում է, աշխատում է, հեշտ է, եթե ինչ-որ մի կողքից օգնություն էլի, հիմնականում ճանապարհի երթևեկությունն է, որ չկա, չեն կարող ժողովուրդը, երեխեք են, մեծամասնությունը, բայց դե երեխեքն էլ, որ մեծանան արդեն երևի էլի են, բոլորն էլ լավ կապրեն, բարելավ են, եթե միայն տա Աստված էլի խաղաղություն ունի, այդ բարանա, թե չէ, էլի կարան ապրեն, բոլորն էլ ապրում են, էլի ապրում են, ամենքը մի ձևով, որ աշխատանքով, որ ասենք իրան անասունով, ապրում են բոլորն, ինչի՞ չէ։ Ինչ խնդիրներ ունի այսօր գյուղը։ Այսօր գյուղի հիմնական խնդիր չունի, գյուղի խնդիրն է, որ հեռու է, ասենք շրջենտրոնից, քաղաքից, ճանապարհները ինչ որ ասենք իշներ գնալ գալը ահագին ծախսեր է, էլի, ստեղի բնակիչի համար, տեղում բնակող ժողովրդի համար, թե չէ մնացած ամեն ինչը նորմալ, ամեն ինչը լավ, բոլորն էլ ապրում են իրանց ուզած։ Իսկ աշխատասեր են Նորաշենի բնակիչները։ Շատ, վերջանում, եթե աշխատասեր չլեն, ապա այստեղ չէին էլ ապրի, Այ ո՞րն է այս գյուղի առավելությունն, այսպես ասենք։ Գյուղի առավելությունն է, որ ժողովուրդը իրար հետ համերաշխեն, բոլորը մեկը մյուսի հետ գնալ, գալ, ասել, խոսել ունեն, ամենքը մի առողջան դեպքում բոլորն էլ հավաքում են, ամենքը իրանց համար լավ են էլի։ Խմբված են, դա ուրիշ բան չկա, համախմբված ժողովուրդ է։ Եվ դա կարծում եմ ամենակարևոր բանն է, ինչպես ժողովրդական ասացվածն ասում, գյուղ կանգնի, հարկ եղած դեպքում նաև գերանքը կոտրի։ Այո, դա ճիշտ է, տենց է կա։ Երեխաների ու երիտասարդների ժամանցի կազմակերպումը գյուղի խնդիրներից էր, քանի որ շատ էին ուզում հավաքվելու, զբաղվելու մի վայր ունենալ, երկար սպասելուց հետո Նորաշենիքի բնակիչները որոշեցին խնդրին լուծում տալ սեփական ուժերով։ Այս տունը գյուղի մնացած տներից գրեթե ոչինչով չի տարբերվում։ Միայն գյուղի բնակիչները գիտեն, որ սա գյուղի մշակույթի տունն է։ Երկար տարիներ Նորաշենիքը մշակույթի տուն չի ունեցել։ Միայն ամիսներ առաջ գյուղացիների ջանքերով այս տունը վերածվեց մշակույթի տան։ Գյուղացիները կատակում են մշակույթի տուն ասելիս ճակերտները չմոռանալ։ Շտապեցինք հասկանալ կիսաքանդու վթարային վիճակում գտնվող բնակելի տունն ինչպես կարող է որպես ակումբ ծառայել։ Ակումբավարն արդեն տեղեկացրել է, որ այստեղ հատուկ տեղերով պիտի քայլես, որ առաջին հարկում չհայտնվես։ Համայնքի ղեկավարի օգնությամբ եւ իր առաջարկով սա ստեղծվեց այս փոքրիկ ակումբը, նախ սա
ինքնա հաստատված բան է, մենք մեր ձեռքերով ենք արել բնակելի տարածք, եթե բնակիչ գա, չունենք էլի ակումբ, արդեն ոնց որ երեխաները մնում են առանց ակումբի, դե զբաղվում են երեխեքը գոնե ցերեկա, ասենք շոքալինում բան գոնե ինչ որ միտեղ կա մի փոքրիկ տեղ, լավ կլիներ, ասենք կահավորված մի քիչ լիներ երեխեքին, ասենք խաղալիքներ, ինչ որ բաներ զբաղվելու համար, որպես համ մանկապարտեզ, համ եսի, ինչ որ տենց մի փոքրիկ բան մեղք են էլի, այս գյուղում գոնե ուրախ անցկացնել իրենց օրը։ Միայն երեխաներն են այստեղ գալի ժամանակ անցկացնելու համար, թե նաև երիտասարդների համար է հավաքատեղին։ Մեծերը, անգամ մեծերը, եթե ինչ որ բան լինի, ասենք նարդի բան, էլի զբաղվում են, էլի մեծերը դուրսը նստելու փոխարեն կգան ստեղ կզբաղվեն։ Փաստորեն սեղանի խաղեր էլ չունեք։ Չէ, չունենք, երեխաները իրանք ինչ ունեն, տանը բերում են, մենք ենք բերում, ինչ որ կա, այսպես բերում ենք, զբաղվում ենք։ Ինչպես հասկանում եմ, որոշակիորեն գոնե կարգի եք բերել, որ փոքրի շատ է հարմարավետ լինի երիտասարդների, երեխաների համար։ Ինչ եք արել, ինչ եք ավելացրել։ Դե ոչ մի բան չի եղել բնականաբար, ինչ որ փոքրիկ ամեն մեկը իրենց տանից երեխաները մենք բերում ենք ինչ որ բաներ ստեղծել ենք, եսի մի փոքրիկ այնքան էլ բարվոք վիճակում չի, բայց դե հաճելի կլիներ, որ ասենք ավելի բարվոք լիներ երեխեքը մաքուր, ինչ որ միտեղ խաղում են, գոնե մաքուր լինեն, կեղտոտ չգնան իրենց տները էլի։ Իսկ միջոցառումներ կազմակերպում եք այստեղ։ Այո, անպայման։ Բոլոր միջոցառումները։ Այս մի քանի ամսվա ընթացքում ինչ եք հասցրել անել։ Ամեն ինչ, նոր տարին է, մարտի 8-ը, ապրիլ, ասենք մի քիչ այս կռիվների վերաբերյալ չեն կարել ոչ մի բան, բայց դե 24-ը ապրիլի ոնց կլինի։ Բոլոր միջոցառումները ինչ որ մեզ հատկացված է, մենք անում ենք։ Իսկ հանդիսատես հավաքվում է այստեղ։ Այո, բոլոր հավաքի ժողովուրդը մեծ։ Դժվարանում եմ պատկերացնել ինչպես եք տեղավորվում։ Դե ովքեր կանգնում են, նստում են, եսիմ, դե փոքրիկ տեղ է, ինչ անենք, հարմարվում ենք։ Այսպես։ Երևի այս հատվածը բեմն է։ Այս փոքրիկ բեմն է մեր, այնտեղ էլ նստում են բնակիչները, ինչ անենք։ Հիմա էսա մեր տեղը, ուրիշ տեղ չունենք։ Գյուղացիները խնդիրը վերջնականապես լուծված չեն համարում։ Մի կողմից տունը վթարային վիճակում է գտնվում, մյուս կողմից էլ, քանի որ բնակելի տուն է, նոր բնակիչներ ունենալու դեպքում ստիպված կլինեն նաև այս տարբերակից հրաժարվել։ Մի հետաքրքիր հատկանիշն է նորաշենիկը, մեր նկարահանող խմբին տեսնելով բոլորը գյուղամեջ են շտապում։ Զրույցի բռնվում պատմում գյուղի լավ ու վատի մասին։ Բարև ձեզ։ Ինչով եք ապրում, ինչով եք զբաղվում, կուզենայի մեզ գյուղի մասին պատմեիք մի քիչ։ Պատմեմ մեռնեմ չեզի աղջկա սաղկի մի հատ վերցրու մեռնեմ չեզի։ Իմ համար ես բերել։ Այո, քո համար է բերել։ Շնորհակալություն։ Անտ ինչ է։ Ներսնա։ Փոքրիկ նամաչում է։ Տանեմ, փոքրիկս ապրում ենք անասնապահությունով, շատ անասուններ ունենք, հանում մեր գյուղապետին շալլավ, ամեն ինչի ընթառաջմա, լավ ենք, ամեն ինչ էլ պահում ենք, թե հավ, թե անասուն, թե ոչխար, թե խոզ, ամեն ինչով էլ անում ենք, ցավտանեմ, շալլավ, այստեղ շալլավ։ Գյուղն ինչ առանձնահատկություններ ունի, ինչ կպատմեք մեզ գյուղի մասին, ասենք հարևան գյուղերից ինչով է տարբերվում։ Հարևան գյուղից ցավտանեմ, որ տան մեծ է լավալ է, տան ամեն ինչը լավ է, թե մեր գյուղապետը լավ է, դրա համար մեր գյուղի ամեն գործն է լավ է։ Միայն ջրից են դժգոհ, խմելու ջուրը կեղտոտ է, ոռոգմանը դժվար հասանելի։ Շատ պրոբլեմա ցավտանեմ ջուրի։ Հերդիս յալիսա, արխելով, բանով, շատ տհաճ ջուր է։ Ամեն ինչ վիտամինել ասես կա։ Ամեն ինչ վիտամիններ էլ կա ցավտանեմ ջրի մեջ։ Հա, մեռնեմ, ջուրը շատ բաց է։ Հող եք մշակում, անասուն եք պահում, սպառման խնդիր ունենում եք, թե կարողանում եք վաճառել։ Վաճառվում է ցավտանը, պրոբլեմ չի, վաճառում ենք, ամեն ինչն է վաճառում է շատ լավ է։ Արթուր Կիրակոսյանը հաճախ է գյուղի ներկայու անցյալի միջև համեմատության եզրեր անցկացնում։ Դանդաղ քայլերով, բայց առաջընթաց նկատելի է։ Կան էլի որոշ առաջընթացներ կան։ Դե եկել եք ճամփեքի վիճակնել եք տեսել, իհարկե։ Մնացածն էլ մարդիկ դե եթե բնությունը, մարդկությունը պատժեշ կանի, օգնի, պարզավոր բնակիչներն է գոհ կլինեն։ Ինչով եք զբաղվում, հետաքրքիր է։ Ես աշխատում եմ անասնապահությամբ եմ զբաղվում։ Արցախ էներգոյում եմ աշխատում, մեկ էլ անասնապահությամբ եմ զբաղվում հիմնականում։ Աշխատանքի արդյունքը, եթե իհարկե կարում ես ռեալիզացիան ճիշտ կազմակերպես, տալիս է, իսկ չէ, օրդիստ է իհարկե։ Պետք է գնան, շփվեն, առնեն, տանեն, բերեն, որպեսզի ժողովուրդն էլ կարողանան։
Գյուղատնտեսության տարբեր ճյուղերով զբաղվում են, պարզապես ճանապարհների վատթար վիճակը հաճախ շուկայի հետ կապ հաստատելու առումով խնդիրներ է ստեղծում։ Մանր եղջերավոր անասուն պահողներ էլ կան, բայց քիչ են։ Հիմնականում խոշոր եղջավոր անասուն աստեղ։ Մանր քիչ է, մի հոգի երևի, երկու հոգի տենց։ Որը պահես ձեռնտու է, իհարկե ձեռնտու է, բայց դե խոշորը մի քիչ ավելի կաթա, մածունա, հետ այլնի բաները ռեալիզացիան։ Կանասնապահությունը հարմար է, պարզապես խոթարքների հարցն է մի քիչ պրոբլեմ, որ չունի խոթարքներ։ Հետ տրանսպորտի խնդիրն է, գնալ գալը, մի անասունի մի դե ժողովուրդ չեն գնում գալ հեռու, տարածքի ճանապարհի ու տարածքի խնդիրն է, ստե որ իհարկե դժվար է։ Այստեղ կարծես առանց ծաղիկների չեն բարևում։ Ապրես։ Պիտի խոստովանեմ, հաճելի էր։ Կպատմես մեզ ձեր գյուղի մասին։ Մեր գյուղը շատ գեղեցիկ է, ունի տեսարժան վայրեր։ Ինչ տեսարժան վայրեր կան ձեր գյուղում։ Այ առաջի անգամ եմ, որտեղ խորտ գտած գնալ լինել։ Կարելի այցելել անտառներով, այնտեղ շատ հետաքրքիր է, գեղեցիկ է։ Մի փոքր հեռու կա գետ։ Այնտեղ էլ է շատ հաճելի։ Դպրոց հաճախում ես։ Այո։ Ինչպես հասկացա, ձեր գյուղում դպրոց չկա։ Որտեղ ես դպրոց գնում։ Գնում եմ Արտաշևում, սովորում եմ Լեոն Տասկալցյանի միջնակարգ դպրոցում 6-րդ դասարան։ Իսկ հեռու չի այստեղից ամեն առավոտ ոտքով երևի առավոտ շուտ ես վեր կենում։ Առավոտ արթնանում եմ ժամը 7-ին, պատրաստվում եմ։ Մենք ոտքով չենք գնում, հատկացվել է մեքենայով ենք գնում դպրոց։ Մեծանաս ինչ կդառնաս։ Ես որոշել եմ դառնալ զինվոր, որովհետև ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, որոշել եմ իմ հայրենիքին պաշտպան դառնալ։ Խոստումնալից ապագա ունի գյուղը, այս տպավորությունն են ներշնչում գյուղի փոքրերն ու մեծերը։ Բացեցիք, բարև ձեզ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Կրկին ծաղիկներ։ Իհարկե։ Ինչպես հասկանում եմ, սա ձեր գյուղի ավանդույթն է, ինչ է, այսօր բոլորը ծաղիկներով են դիմավորում մեզ։ Իմ հայատում ես շատ լավ աճեցնում եմ եւ բոլորն էլ նվիրում եմ։ Աճեցնում եմ նվիրելու համար։ Նվիրենք մեր գյուղապետին, որտեղ մեզ մոտ շատ մեծ հարգանք է վայելում։ Իսկապես արժանի է իր գործին։ Առայժմ շատ գոհ ենք, եթե ասենք շարունակ շատ լավ է լինելու բոլորիս համար։ Կուզենայինք մեզ ձեր գյուղի մասին պատմեիք։ Գյուղի ապրուստի, գյուղացիների զբաղմունքի, հոգսերի մասին։ Մեր հոգսերը այնա, որ ասենք ամեն մեկս մեր առօրյան ունենք, ճիշտ ասած ես նոր խոտ էի հնձում։ Հա, դե զբաղվում ենք մեր տնտեսությամբ։ Ամեն մեկս մեր գործով ենք զբաղվում, մեր տնտեսությունն ունենք։ Ես օրինակ բանջարանոցներով եւ այլն մի խոսքով էլի ամեն մեկս գոհ ենք մենք մեր գյուղից, համախմբված ենք, մեկս մյուսի հասնում ենք։ Հող մշակում եք, անասուն պահում եք, որն է ձեր հիմնական զբաղմունքը։ Երկուսն էլ։ Ճիշտ է, ես շատ անասուններ չունեմ, ընդհանրապես խոզումն եմ, ու հիմնականում իմ ամենից շատը ես բոստանով եմ զբաղվում, էլի, բանջարանոցներով եմ զբաղվում, ծաղիկներ մշակել, ես սիրում եմ։ Բոլորը ծաղիկներ են, ինչպես տեսնում եք։ Միջև վերջ բանջարանոցը, ճիշտ աստեղ չէի նոր եմ եկել, հələ նոր եմ հասցրել, բայց դե լավ է, փառք Աստծո, ես գոհ եմ։ Իմ մշակելուց, իմ իրավիճակից, դե լավ ենք ապրում, վատ չէ, չենք դժգոհում։ Ուղղակի մենք մեզնով։ Շատ հետաքրքիր գյուղ ունեք։ Աշխարհագրական դիրքն է հետաքրքիր, բնությունն է գեղեցիկ, օդը մաքուր։ Բոլորը միատեղ։ Ինչ եք կարծում գյուղում ապրելու համար ինչ է պետք։ Լավ ապրելու համար պետք է ունենաս տնտեսություն, ունենաս աշխատանք, որ իսկապես կարողանաս լավ ապրել։ Միայն տնտեսությունը շատ քիչ է, չի բավականացնում, պետք է աշխատանք ունենաս։ Գյուղի խնդիրների առաջիկա անելիքների մասին ընդհանրական պատկերացում կազմելու համար համայնքի ղեկավարի հետ զրուցեցինք։ Բնակարանների տանիքները վերանորոգման կարիք ունեն։ Սա գյուղացիներին հուզող հիմնական խնդիրներից է։ Շատերին շրջկենտրոն հասնելու դժվարություններն ու ճանապարհի վիճակն է անհանգստացնում։ Համայնքը ունի ՈՒԱԶ մակնիշի մեքենա, որը երկու համայնքի համար է, երկու գյուղերի համար է, Վարդուտ եւ Նորաշենի գյուղերի համար, քանի որ նորաշենցիները բոլորը ունեն մեքենա, շատ ժամանակ չեն օգտվում այդ Վարդուտի այդ ՈՒԱԶից, բայց մենք շաբաթական մի անգամ երթը կատարում ենք։ Առաջիկայում ինչ ծրագրեր կան կապված գյուղի զարգացման հետ։ Գյուղի զարգացման հետ առաջիկայում տենց մեծ ծրագրեր դեռ չկան, քանի որ մենք ոնց որ հետպատերազմյան ժամանակաշրջան ենք հաղթահարում, չկա տենց ծրագրեր, բայց ինձ թվում է ընթացքում կլինեն, ընթացքում լավ ծրագրեր կլինեն։
Այսինքն կան ինչ-որ նախատեսված աշխատանքներ, որոնք այս գյուղում պետք է իրականացվեն։ Կոնկրետ Նորաշենիկում, այո, ճանապարհների վերանորոգման, ինձ թվում է ճանապարհների վերանորոգումից հետո էլի ինչ որ աշխատանքներ, էլի ժողովրդի համար կհեշտանա։ Նաև գյուղացիները նշեցին, որ ռոռոկման ջուրն է դժվար հասնում բնակիչներին։ Ռոռոկման ջրի համար մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, պետք է տրամադրեն խողովակներ։ Մենք դեռ սպասում ենք, նորից եմ ասում, մենք հետ պատերազմյան ժամանակաշրջան ենք հաղթահարում, ինձ թվում է ամեն ինչը ժամանակին կլինի։ Իհարկե, գյուղ չկա, որ խնդիր չունենամ, եթե գյուղում պատրաստ են փլվող տունն անգամ գործող ակումբի վերածել, ուրեմն վաղվա օրվա հանդեպ միանշանակ կարող ենք հավատով լցվել։ Քաշաթաղի շրջանի Նորաշենի գյուղից հեռանում ենք տպավորված գյուղացիների աշխատասիրությամբ, ստեղծելու եւ արարելու ցանկությամբ, ապագայի հանդեպ ունեցած լավատեսությամբ, դե իհարկե նաեւ նվիրած ծաղիկներով։ Մեզ եւս մեկ գյուղի պատմությամբ Արցախի հանրայինի եթերում սպասեք ուղիղ մեկ շաբաթից։